Շարունակելով առավոտ լուսով վիքենդը, պետք է ասենք, որ առաջին ալիքը չի դադարում զարմացնել մարզասեր հեռուստադիտողներին, որովհետև միշտ ձեռքը պահում է մարզական բոլոր իրադարձությունների զարկերակին և ներկայանում է ամեն անգամ հետաքրքիր նորություններով։ Այո, իսկ այդ նորությունների մասին զրուցելու ենք մեր գործընկերների հաղորդավարներ մարզական մեկնաբաններ Էդուարդ Կալանթերյանի ու Արմեն Գարամյանի հետ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ հենց սիրով միանգամից առաջին հարցը պիտի տանք, ինչ նորություններ է պատրաստել սպորտի բաժինը այս անգամ մեզ համար։ Եթե եթերաշրջանի մասին է խոսքը, ամենաուրախալի նորությունն այն է, որ մեր երկու հաղորդումները պահպանվել են, այսինքն մեկ հաղորդում առանձին նվիրված ֆուտբոլին, սպորտ ռինգը, որը ես եւ Արմենը միասին ենք վարում, եւ Կարեն Գիլյանի շաբաթվա սպորտը, որը անդրադառնում է հայկական սպորտին հիմնականում, եթե միջազգային սպորտում հետաքրքիր բաներ կան նաեւ դրանց, այսինքն ֆուտբոլը առանձին, մնացած մարզաձևերը առանձին ուշադրության կենտրոնում են ամեն շաբաթ։ Ինչպես նշեցիք, լավ նորություն է, որ շարունակում են այս նախագծերը, որովհետև փաստորեն նախորդ եթերաշրջանում ապացուցվեց, որ հեռուստադիտողի կողմից շատ սիրված էր, եւ որն է սպորտ ռինգի գաղտնիքը, որ սիրվեց հեռուստադիտողների կողմից, ու ինչ կարող ենք սպասել այս նոր եթերաշրջանում, ինչ թեմաներ են լինելու, ինչ խաղեր են սպասվում։ Դե կարծում եմ գլխավորը այն է, որ պայքար կա, մարզասերը ընդհանրապես հայ մարդը սիրում է պայքար տեսնել, եւ մենք էլ մի թեմայի շուրջ անընդհատ բանավիճում ենք, վերցնում ենք թեմաներ եւ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում 3 թեմայի շուրջ բանավիճում ենք ու տեսնում ենք ով հաղթեց վերջում։ Դա ինձ թվում է մարզասերին ավելի շատ գամում հեռուստաէկրանի առջև եւ քանի որ ակտուալ թեմաներ են տվյալ պահին մենք խոսում ենք ֆուտբոլից, ֆուտզալից եւ հայկական ֆուտբոլում, քանի որ վերջին շրջանում իրադարձությունները շատ են եւ ոչ միայն հայկական ֆուտբոլում, կարծում եմ գլխավոր պատճառը դա է, որ հեռուստադիտողին այդքան հետաքրքիր է։ Իսկ ինչ կարևոր սպորտային իրադարձություններ եք լուսաբանելու արդեն այս տարի Գառնանային եթերաշրջանում։ Դե շատ հետաքրքիր համընկնում եղավ մեր եթերաշրջանը, մեր հաղորդաշարը սկսվում է Հայաստան-Վրաստան դիմակայությունից անմիջապես առաջ։ Հայ-վրացական հայ-վրացական երկու հանդիպում Հայաստանի եւ Վրաստանը կանցկացնեն մարտի 20-ին Երևանում, 23-ին Թբիլիսիում, ազգերի լիգայի անցումային փլեյօֆն է եւ հաղթողը 1 դիվիզիոն կբարձրանա եւ այդ գեր հետաքրքիր ու սկզբունքային դիմակայությունից առաջ կլինի մեր առաջին հաղորդումը ու բնականաբար ուշադրության կենտրոնում կլինի իրադարձություններ ամռանն էլ քիչ չեն ֆուտբոլային իրադարձություններ աշխարհի ակումբային առաջնություններ լինելու առաջին անգամ նոր ձևաչափով շատ թիմերի մասնակցությամբ այսինքն այնտեղ էլ թեպետ ամառը եթերաշրջանը ավարտված կլինի, բայց ամեն դեպքում դրան անդրադառնալ կհասցնենք մինչև մեկնարկելը եւ բնականաբար աշնանը արդեն թեպետ գնում ենք հաջորդ եթերաշրջան, բայց ասենք հաջորդ Հայաստանի հավաքականը սկսելու է պայքարը աշխարհի առաջացան ընտրական մրցաշարում, այսինքն ֆուտբոլի պակաս երբեք չի լինում այսպես ամ խոսելու թեմա միշտ կա հայ-վրացական դիմակայության թեման շարունակելով հետաքրքիր է որ Հայաստան-Վրաստան դիմակայության առաջին օրը մարտի 20-ին Հայաստանի պրեմիեր լիգայի առաջատար Նոան գերական հանդիպում է անցկացնելու Հայաստանում Արմավիրում մրցելու է Քութայիսի Տորպեդոյի հետ եւ հայ-վրացական սկիզբն է դիմակայության հետո երեկոյան արդեն Հայաստան հետաքրքիր է որ Սակոն է լինելու այստեղ Լիվերպուլի եւ Փարիզ Սեն-Ժերմենի նախկին ֆուտբոլիստը գալու է Հայաստան Սակոն կարող ենք ասել Իսկ եթե ֆուտբոլից հեռանանք եւ հիշենք նաեւ մյուս մարզաձևերի մասին, ինչպիսի իրադարձություններ են սպորտում սպասվում, որ առաջին ալիքի հեռուստադիտողը կարող է հետևել հենց մեր եթերում։ Առաջիկա խոշոր իրադարձությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն է, որը ապրիլի 13-ից կմեկնարկի եւ հայ բոլոր ծանրորդների ելույթները կլինեն առաջին ալիքի ուղիղ եթերում։ Ծանրամարտի 3 իրադարձություն այս տարի մենք ցուցադրելու ենք այդ առաջությունից հետո ապրիլի 30-ին կսկսվի երիտասարդների, պատայների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը եւ տարվա վերջում աշնանը կլինի արդեն մեծահասակների աշխարհի առաջնություն։ Բոլոր 3 մրցաշարերը առաջությունները լինելու են մեր ուղիղ եթերում։ Ես առաջարկում եմ վերադառնալ ֆուտբոլին եւ ասել որ նաեւ մենք ամռանը ցուցադրելու ենք կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը միշտ ասում են որ կանանց ֆուտբոլը այդքան էլ հետաքրքիր չէ ճիշտ է ինչ որ տեղ ճիշտ են, քանի որ արագություն չկա, բայց ամեն դեպքում կանանց ֆուտբոլն էլ իր գեղեցկությունն ունի, Դավիթը եւ Էդուարդը կարծում եմ կհամաձայնեն։ Եվ
ենք բոլոր հանդիպումները չէ, բայց մեծ մասը հանդիպումների ցուցադրելու ենք, հետաքրքիր հանդիպումներ ցուցադրելու ենք։ Համաձայն չէ՞։ Չէ, թույլ չհամաձայն։ Սպորտ ռինգը սկսում ենք արդեն էլի։ Տեսեք, նախ կանանց միամսյակն է եւ օգտվելով առիթից շնորհավորում ենք նորից մեր սիրելի կանանց ու այսպիսի նվեր կանանց ֆուտբոլ առաջին ալիքի եթերում Եվրոպայի ռուսական եզրափակիչ փուլն է եւ ամեն խաղային օր, ասել է թե ամեն օր մեկ հանդիպում ուղիղ եթերում ցուցադրելու ենք։ Դա շատ հետաքրքիր է, ես վստահեցնում եմ, որ ուժեղագույն եվրոպական ուժեղագույն հավաքականները շատ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում եւ տարբերությունը տղամարդկանց հետ արագությունների առումով այո կա, բայց հետաքրքրության պակաս կարծում չի լինելու։ Ես մեկ անգամ մեկնաբանել եմ աշխարհի առաջնություն եւ իրոք շատ հետաքրքիր էր play-off-ից սկսած, նաեւ կարծում հետաքրքրություն առաջացավ հայ մարզասերի մոտ, երբ Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց մոտ 1 ամիս առաջ ազգային լիգայի հաղորդությունում, 2 տնային խաղ, 2 հաղթանակ եւ մեր ազգային հավաքականն էլ գնում է առաջ, ճիշտ է փոքր քայլերով, բայց հուսանք մի օր կտեսնենք եզրափակիչ փուլում։ Կարծես թե մեր եթերն իսկապես հագեցած է լինելու սպորտային իրադարձություններով, բայց հետաքրքիր է, երբ մեկնաբանում եք նմանատիպ սպորտային հանդիպումները, կան թիմեր կամ մարզիկներ, որոնց այսպես առանձնահատուկ ուշադրությամբ եք հետևում, ավելի հետաքրքրված եք, ավելի լարված եք, ավելի ոգևորված եք, հայ մարզիկներ ակնկալիքներ ունեք, առհասարակ, մասնավորապես հայ, բայց ինչու՞ չէ պետք է առանձին դիտարկել։ Հայերը երբ մրցում են ուրիշների հետ, այդտեղ թաքցնելու ոչինչ չկա, միշտ էլ իհարկե առանձնակի հետաքրքրություն է, իսկ այլ երկրների ներկայացուցիչները իհարկե միշտ ասել եմ մեկնաբանը եւս մարդ է եւ մարզասեր է, նա էլ ունի իր նախասիրությունները եւ ինչու չի կարող ինչ-որ թիմի կամ ինչ-որ մարզիկի երկրպագել։ Այլ հարց է, որ չափ հանձնել եթերում պետք չէ, բայց այո, մենք ունենք մեր նախընտրելի մարզիկները, եթե շատ հետաքրքիր ովքեր են, եթերից հետո կասենք։ Բայց ոչ եթերում։ Եթերում էլ ինձ թվում է բոլորին պարզ է, եթե հետևում են մեր մեկնաբանություններին իհարկե։ Ձայնի տոնից հաստատ շատերը նկատած կլինեն, թե ում եք ավելի ջերմորեն, ում խաղն եք մեկնաբանում։ Այո։ Ես մեր հարևաններից մեկին կառանձնացնեմ։ Մեկի անունը լավ կտանք Վիչակ Վարացխելյան, որը օրեր առաջ փայլուն ֆուտբոլ խաղաց։ Շատ հետաքրքիր է, որ Հայաստան-Վրաստան խաղից առաջ առանձնացնում է Վիչակ Վարացխելյան։ Ոչ, ես կնախընտրեմ այդ օրը հայերին երկրի։ Ես չասացի, բայց այդ օրը արդեն սադրում են այն ստադիտողներ արդեն ավելի տաղավարում կատարվում է։ Իրականում սպորտ ռինգը հենց այսպես էլ ծնվել է։ Մեր անդադար վիճաբանությունները աշխատասենյակում հետագայում վերածեցին հաղորդման։ Հասկացաք ինչու ոչ, կարելի է երկու տեսակցի օրինակ ունենալ, նկարահանել այս ամենը եւ մարդկանց փաստորեն կհետաքրքրի։ Շատ եթերներ ենք տենց բաց թողել իրականում։ Եվ շատ ավելի էմոցիոնալ եթերներ հավանաբար, բայց քանի մենք հնարավորություն ունենք հիմա մեր տաղավարում խոսել նաև պարոն Գիլոյանի հետ, նրա նախագծի մասին եւս պատմենք մեր հեռուստադիտողներին ինչ թեմաներ, ինչպիսի քննարկումներ եւ հյուրեր են սպասվում նոր եթերաշրջանում։ Եթե կարող ենք բացել գաղտնիքը։ Այո, իհարկե, Կարեն Գիլոյանը նորից ուշադրության կենտրոնում պահելու է հայկական սպորտը։ Մենք ֆուտբոլը ինքը սպորտն ամբողջությամբ։ Այո, ֆուտբոլը թողել ենք մեր հաղորդմանը մնացած մարզաձևերին հատկապես հայերի մասնակցությամբ անդրադառնում է Կարեն Գիլոյանը շաբաթվա սպորտի ընթացքում ամեն շաբաթ եթերում կլինի ամեն շաբաթ օր ինչպես եւ անցած եթերաշրջանում էր փոքրիկ նորամուծություն ենք այնտեղ մտածել մեկ նոր խորագիր կլինի որտեղ հեռուստադիտողները մեր սոցիալական էջերի հետևորդները կկարողանան հաջորդ հյուրին ուղղել իրենց հետաքրքրող անձնական բնույթի հարցեր եւ այդ հարցերը եթերում կհնչեն 5 հարց կուղենք հյուրին եւ նա կպատասխանի եթե բավականաչափ անկեղծ լինի համարձակվի իհարկե իսկ եթե մարզական բաղկացուցիչը նայենք այո նորից ամենահետաքրքիր սուր թեմաները հարցազրույցի ձևաչափով ինչ է կատարվում մեր սպորտում, ով եկավ, ով գնաց, ինչու եկավ, ինչու չգնաց եւ այլն։ Շատ լավ, դե ինչ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել, լավ եթեր մաղթել իհարկե ձեզ, մեր բոլոր գործընկերներին։ Մենք եւս լավ եթեր շնորհակալ ենք եւ մեր հեռուստադիտողներին էլ իհարկե փաստենք եւ հիշեցնենք, որ Գառնանային եթերաշրջանը եւս լի է լինելու հետաքրքիր սպորտային հանդիպումներով ու իրադարձություններով առաջինի եթերում։ Այնպես որ առաջինը հետաքրքիր է լինելու ինչպես միշտ նաեւ այս եթերաշրջանում մարզասեր հեռուստադիտողների համար։ Մենք շարժվենք առաջ։ Այո։